Հայաստանի Հանրապետության իշխող մեծամասնությունը ապացուցել է, որ ընտրություններ կեղծել չի պատրաստվում։ Ուզում հիշել, որ Երևանի քաղաքապետը մեզ 100 ձայն էր պակասում, 100 ձայն ընդամենը, եւ դա էր պատճառը, որ մեր քաղաքապետը գնաց եւ կոալիցիա ձևավորեց։ Ես ուզում եմ վստահեցնել մեր բոլոր քաղաքացիներին, որ ժողովրդավարության, հանուն ժողովրդավարության պաշտպանության մենք պատրաստ ենք ամեն ինչի, ինչը մեզ թույլ է տալի օրենքն ու օրենսդրությունը եւ ընտրությունները կեղծել որոշակի այսպես տարբեր ուժեր գեներացնում են այդ խոսույթը, որ 21-ին էին գեներացնում, հետո ասենք մեր քաղաքացին որ գնում ընտրում է, չգիտի որ չի կեղծել։ Չէ, կնեք դա ձեր կարծիքով այսպես հետընտրական ինչ-որ զարգացումներ։ Ոչ մի հետընտրական էլ բան չի լինելու, Ռոբերտ իրենք մաշացրել են փողոց, սեզոնային ցույցերը մաշեցրել են իրենց փողոց գեներացնելու հնարավորությունը։ Հալավ այս մարտիկ ովքեր ծապ տալու համար 10,000 դրամով մարդ են բերում, կարող են իրավունք ունեն խոսելու քաղաքական հետընթաց, քաղաքական գործընթացների մասին հետընտրական։ Հալավ այս մարտիկ իրենց սեփական ցույցին մարդ են բերում, հագուստ են տալի, որ այդ մարդիկ գան իրենց ցույցի, այս մասին կան տարատեսակ ձայնագրություններ եւ հետո տենց հպարտ ասում են ՔՊ-ն նվազեցնում էր մեր մասնակցության թիվը։ Դու էլ բան չի լինելու, Ռոբերտ իրենք մաշացրել են փողոց, սեզոնային ցույց դրանից հետո տեղ ունեցող համապետական կամ թիմ ընտրությունները Հայաստանի Հանրապետության իշխող մեծամասնությունը ապացուցել է, որ ընտրություններ կեղծել չի պատրաստվում։ Ուզում հիշել, որ Երևանի քաղաքապետը մեզ 100 ձայն էր պակասում, 100 ձայն ընդամենը, եւ դա էր պատճառը, որ մեր քաղաքապետը գնաց եւ կոալիցիա ձևավորեց։ Ես ուզում եմ վստահեցնել մեր բոլոր քաղաքացիներին, որ ժողովրդավարության, հանուն ժողովրդավարության պաշտպանության մենք պատրաստ ենք ամեն ինչի, ինչը մեզ թույլ է տալի օրենքն ու օրենսդրությունը եւ ընտրությունները կեղծել որոշակի այսպես տարբեր ուժեր գեներացնում են այդ խոսույթը, որ 21-ին էին գեներացնում, հետո ասենք մեր քաղաքացին որ գնում ընտրում է, չգիտի որ չի կեղծել։ Չէ, կնեք դա ձեր կարծիքով այսպես հետընտրական ինչ-որ զարգացումներ։ Ոչ մի հետընտրական էլ բան չի լինելու, Ռոբերտ իրենք մաշացրել են փողոց, սեզոնային ցույցերը մաշեցրել են իրենց փողոց գեներացնելու հնարավորությունը։ Հալավ այս մարտիկ ովքեր ծապ տալու համար 10,000 դրամով մարդ են բերում, կարող են իրավունք ունեն խոսելու քաղաքական հետընթաց, քաղաքական գործընթացների մասին հետընտրական։ Հալավ այս մարտիկ իրենց սեփական ցույցին մարդ են բերում, հագուստ են տալի, որ այդ մարդիկ գան իրենց ցույցի, այս մասին կան տարատեսակ ձայնագրություններ եւ հետո տենց հպարտ ասում են ՔՊ-ն նվազեցնում էր մեր մասնակցության թիվը։ Դուք մասնակցություն չունեք, որ մի հատ էլ նվազեցրեք։